Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող Երկիր Ծիրանի կուսակցությունը համակարգային փոփոխություններ է առաջարկում։ Կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի խոսքով ընտրությունից հետո ավագանիում մեծամասնություն կազմելու դեպքում իրականացնելու են երկարատև ծրագիր։ Փոստանջյանը տեղեկացրեց, որ տեղյակ է քաղաքի խնդիրներին, աղբի վերամշակումից մինչև Երևանի ճարտարապետական նախագծային շեղումների շտկումը։ Ամենակարևորը քաղաքի բյուջեն նպատակային են օգտագործելու։ Մենք լինելու ենք կառավարություն եւ այդ կառավարության ներքո է գտնվելու շուրջ 250 միլիոն դոլարի բյուջեն, այսինքն դրա ծախսերը, դրա նպատակային հատկացումները, դրանք ուղղակի մեր վերահսկողության ներքո են գտնվելու։ Ելք-դաշինքն էլ ծրագրել է հաղթանակից հետո Երևանի բյուջեն ավելացնել 30-ից 40 միլիարդ դրամով։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Երևանում անշարժ գույքի մոտ 15 միլիարդ դրամի գույքահարկի թերգնահատում կա եւ ըստ նրա սուբյեկտները 1 միլիոն դրամ գույքահարկ վճարելու փոխարեն վճարում են օրինակ 40,000 դրամ։ Դաշինքը մտադիր է քաղաքի բյուջեն ավելացնել թերգնահատումների վերացման ու խնայողությունների հաշվին։ Թերգնահատումները շատ արագ կվերացվեն։ Հաջորդը ծառայությունների եւ վարձակալությունների ստվերը կրճատելու հաշվին, որովհետեւ գիտեք, որ շատ դեպքերում տարածքները վարձակալության են տրվում եւ ոչ իրական գների ֆիքսումով, ինչպես նաեւ գնումների համակարգի արդյունավետության բարձրացման հաշվին։ ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հորդորեց վստահել այն թիմին, որը ծանոթ է քաղաքի խնդիրներին։ Տարոն Մարգարյանն անդրադարձավ բազմաբնակարան շենքերի կառավարման, վթարային շենքերի, տրանսպորտի եւ բակերի բարեկարգման խնդիրներին եւ շեշտեց, որ ընտրությանը մասնակցում են ոչ թե խոստումներով, այլ իրատեսական ծրագրով։ Սիրելի աջափնյակցիներ, կոչ եմ անում մայիսի 14-ին քվեարկեք այն թիմին, ով պատրաստ է ծառայելու մեր երևանցիներին, ով ծառայել է եւ եկել է շարունակելու ծառայությունը երևանցիներին։ Դե ուրեմն բոլորս իգործ հանուն Երևանի։ Տարոն Մարգարյանի խոսքով իրենց ծրագիրն ուղղված է քաղաքացու հարմարավետությանը, ժամանակի խնայողությանն ու տեղեկությունների արդյունավետ փոխանակմանը։ Ըստ նրա, այդ կերպ քաղաքացին կդառնա քաղաքային իշխանությունների գործընկերն ու իր մասնակցությունը կունենա մայրաքաղաքի կառավարման գործում։ Լիանա Ներսիսյան, Խաչատուր Եսայան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։